Փարքնաժդեհին այսօր խոսելու եմ ինքնադատաստանի փաստաթղթից սեփական ոչնչացումը իր ձեռամբ համաձայնություն տվող կամ կազմակերպող փաստաթղթից փաստաթուղթ, որը ինքնաոչնչացում է նշանակում, ինքնալուծարում, որի անունը Նիկոլը եւ իրեն սատարողները, այս վերջերս ես նաև առիթ ունեցա ունկնդրելու մի բանավեճ, որտեղ Իոնիսյաններ մասնակցում, որտեղ նաև մեր Բևերի խորհրդի անդամ Վահե Գասպարյաններ մասնակցում, ինքը այնտեղ շատ նուրբ բաներ ասեց, որոնք ես ուզում եմ բացեմ ձեր աչքերի առաջ, որ հանգարց այդպես հալածյուղի պես չընդունեք իրեն, էլի։ Բայց դառնանք այդ խաղաղություն կոչվող փաստաթղթին։ Ուրեմն թե Նիկոլը, թե իրեն երկրպագող ՀԿ-ներ կան, մարդկուսակցություններ կան, քաղաքվերլուծաբաններ կան, սոցիոլոգներ կան, բոլորը խոսում են այդ փաստաթղթի ստորագրելու արժեքից, կարևորությունից, ասում են խաղաղության փաստաթուղթ, պայմանագիր ու անմիջապես հետևից ասում են դա երաշխիք չի խաղաղության։ Ոնց որ ասի անունը խաղաղություն է, բայց ինքը խաղաղություն բերող չի։ Բալավ, եթե խաղաղություն բերող չի, ինչ է։ Հանուն ինչի է այդ ամեն ինչը զիջում։ Ամեն ինչ մեր պաշտպանիչ բոլոր հատկանիշները զիջվում են այդտեղ։ Բայց եթե խաղաղություն չէ, չի կանոն խաղաղություն դրել։ Եթե ինքնակործանում է, ինչի՞ չեք տակը գրում նորմալ կամ ճակատին գրում ինքնակործանման փաստաթուղթ։ Հա? Դա նույնն է, ասենք Իոնիսյան, աղջիկ ունենաս, անունը դնես, ասենք Քերոբ։ Թող ինձ Քերոբներն ուղղակի համատություն այդպես եղավ։ Որ դու քո աղջկան դնես Քերոբ, ինքը տղա է դառնալու։ Եվ ես անդրադառնամ Իոնիսյանի այդ հայտարարությանը։ Այնտեղ մի երկու դրվագ կար, որ ինքը շատ ակտիվ ինքն էր ուզում առաջախոսը լինել եւ համոզել ժողովրդին, որ դա պետք է։ Ճիշտ է, այնտեղ մեկը իրեն ադրբեջանա-թուրքական մեքենայի ծառայող կամ աջակցող ասեց, ինքը վրդովեց, բայց դա իրականություն է։ Կարող է մեղադրողը թրքաբոլշևիկ է, բայց կապ չունի, ասածը տեղին էր։ Եվ ինքը այսպեսի մի հատ արտահայտություն արեց, ասեց, եկեք տեսնենք, թե ով է դեմ այս փաստաթղթին։ Եվ ասեց, դեմ է Ալիևը, որը չի ստորագրում, դեմ է նաև Հայաստանի ընդդիմախոսները։ Ասենք մեկը ես։ Ես դեմ եմ այդ փաստաթղթին։ Ասում է Ալիևն էլ է դեմ, ասենք Խաչիկն ու Ալիևը օրինակի համար եմ ասում, քաղաքական թիմի անունը չասեմ, ասենք կամ ուրիշ էլի մարդիկ կան, որ դեմ են։ Վերցնում ենք օրինակ Խաչիկին եւ Ալիևին, այսինքն ինձ ու Ալիևին։ Ինչու եմ ես դեմ այդ փաստաթղթին։ Որտեւ այդ փաստաթուղթը ինձ զրկում է իմ հայրենիքից։ Ինչու։ Որտեւ եթե այդ փաստաթուղթը ստորագրում եմ, ուրեմն Արցախը իմը չի։ Այսինքն Արցախը այլ Հայաստան չի դառնում, բայց ես գտնում եմ, որ Արցախը Հայաստան է, Արարատը Հայաստան է, Նախիջևանը Հայաստան է։ Ես օկուպանտ չեմ, միջազգային հանցագործ չեմ, որին հետո պետք է պատասխանատվության ենթարկեն, որ ցեղասպանություն է տեղի ունեցել, որ պետք է դա հատուցվի, որ ես առաջին հանրապետության իրավահաջորդ եմ։ Հասկանում եք, պատճառը սա է, որ ես չեմ ուզում այդ թուղթը ստորագրվի, որովհետև այդ թուղթը որ ստորագրվեց, այսինքն ամեն ինչ տրվեց Ադրբեջանին, մենք դառնում ենք հանցագործ։ Հետո մենք պետք է դրա տակից դուրս գանք, պետք է պատասխան տանք, որը հնարավոր չէ։ Իմ չցանկանալու էլի առիթներ կան, բայց սրանք շատ կարևոր է, դա վտանգում է իմ պետականությունը, այսինքն իմ հույսը սպանում է պետություն ունենալու, իմ հույսը սպանում է։ Հիմա գնանք Ալիևը ինչի չի ստորագրում։ Հա, Իոնիսյան, մենք Ալիևին հարց ունենք անում։ Ասում ենք Ալիև, Խաչիկը օրինակ չի ստորագրում, որովհետև ասում է Արցախը Հայաստան է։ Դու այդ կարծիքին ես, Ալիև։ Խաչիկը չի ստորագրում, որովհետև ասում է Արարատը Հայաստան է։ Ալիև, դու այդ կարծիքին ես, իհարկե ոչ։ Ալիև ասում է Խաչիկը ցեղասպանություն է եղել։ Դու այդ կարծիքին ես, իհարկե Ալիևը կասի ոչ։ Խաչիկն ասում է, որ ոչ թե ես պետք է հատուցեմ, Ալիևն ու Էրդողանը պետք է հատուցեն։ Ցեղասպանություն են արել։ Ալիև, դու համաձայն ես։ Իհարկե ոչ։ Բայց ո՞նց եղավ, որ ես ու Ալիևը նույն դաշտում ենք։
Հիմա ես քեզ ասեմ Իոնիսյան, այդ քո արտահայտությունը քո այդ նեղուսերի, քո այդ վտիտ մարմնի համար շատ ծանր է։ Ուղղակի շատ ցավալի է, որ քո տեսագին են անընդհատ, այսինքն դու Նիկոլի տեսակն ես, ձեր տեսակն է անընդհատ առաջախոսը դարձել բոլոր առաջատար հերոստատեսություններով, որ ժողովրդի ուղղը լվանակ։ Ես ձեզ ասեմ, գիտեք ինչու Ալիևը չի ստորագրում, որովհետև ձեր ջանքերով Հայաստանը դարձավ արևմտյան Ադրբեջան։ Եթե առաջ Ալիևը խոսում էր Արցախից, այլ Արցախից չի խոսում։ Ասում եմ մոռացեք, այդ բառը չկա, այլ չկա։ Հիմա խոսում է արևմտյան Ադրբեջանից, այսինքն ձեր շնորհիվ Նիկոլի Թայֆայի, նրան երկրպագող աջակցող այդ շրջանակների շնորհիվ Հայաստանը դարձել է ըստ Ալիևի արևմտյան Ադրբեջան։ Եվ այնտեղ են չի ուզում ինքն իր հետ թուղթ ստորագրի։ Իր երկիրը պարագ։ Ինքը գտնում է, որ էս էլ է Ադրբեջան։ Ինչ ստորագրի։ Ինքը իր հետ թուղթ պետք է ստորագրի։ Դուք իրեն այնքան հույս եք ներշնչել Իոնիսյաններ, Նիկոլներ, Նիկոլին աջակցող տար, որ այդ մարդը մտածում է, որ հեսա Հայաստանը վերցնելու է։ Ինչ թուղթ, ինչ բան։ Այսօր համար Ալիևը չի ստորագրում։ Այ ողորմելիներ։ Իմ չստորագրելն ու Ալիևի չստորագրելը, դրանք լրիվ ուրիշ բաներ են։ Փարքնեժդեհին ազատություն կալանավորված Սասնա ծռերին։ Նիկոլի օրոք տղաները նորից բանտարկվել են Կրեմլի եւ Բաքվի պահանջով։ Ազատություն Սասնա ծռերին եւ բոլոր քաղ բանտարկյալներին։ Մահ ներքին եւ արտաքին թշնամուն։ Իոնիսյան եւ մնացած այլ նիկոլականներ, դուք բոլորը նույն խցում եք նստելու։ Ձեզ չթվում որ դուք մարսելու եք։ Մնաք խաղաղությամբ։